Այսօր առավոտյան Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում գտնվող բնակարանում իրավապահները մահացած են գտել այդ հասցեում բնակվող ամուսիններին 64-ամյա Սայաթ Ադամյանին եւ 63-ամյա Նազելի Ավդալյանին։ Պարզվել է, որ ամուսիններին սպանել է նրանց 37-ամյա որդին Նարեկը։ Բնակարանում կատարվում են քննչական գործողություններ։ Ինչպես տեղեկացան Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից, Նարեկը 2012 թվականից հաշվառված է կենտրոնում շիզոֆրենիա պարանոիդ համախտանիշ ախտորոշմամբ, ունի նաև երկրորդ կարգի հաշմանդամություն։ Նարեկը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժարանում, 4 տարի ստացել է ստացիոնար հարկադիր բուժում, 7 տարի բուժում է ստացել նաև Երևանում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում բուժում ստանալուց հետո նրա հոգեկան վիճակը բավարար է եղել եւ այնտեղից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Դատարանը այս տարվա մայիսի 23-ին բավարարել է հայցը եւ Նարեկը մինչեւ այսօրվա դեպքը գտնվում էր արտահիվանդանոցային ամբուլատոր հարկադիր բուժման մեջ։ Նա ամիսը 3 անգամ այցելել է տեղամասի հոգեբուժին, ստացել անհրաժեշտ տեղորայքը, միշտ ինքնակամ ներկայացել է, երբ կանչել են, բայց խմել է տեղերը թե ոչ հստակ չէ եւ ինչպես նշեցին Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից, այդ մասով հետեւողական պետք է լինեին հարազատները, քանի որ Շիրակի մարզում կա 6000 հիվանդ եւ 3 հոգեբույժ, ֆիզիկապես բոլոր նման հիվանդներին հսկելը անհնար է։ Ըստ որոշ տեղեկությունների Նարեկը 7 տարի առաջ սպանության փորձ է արել։ Այսօր սպանվածները քաղաքում հարգված մարդիկ են եղել։ Ամուսինը Սայաթ Ադամյանը երկարամյա մանկավարժ, իսկ կինը Նազելի Ավդալյանը փորձառու բժշկուհի։ Բաբայիս քերթորիթոր Սայաթը մերնովը։ Մեշնոր կողլավ տղայելը։ Ինքը բերավ։